Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր 5 շաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Արդար Հայեմի եթերում Առականի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ Վարդուհի Պալոյանն է, ողջույն։ Արդ ովքեր մտքով իմաստուն են, այսպես են զանազանում բարին չարը, մեժում են չարը եւ ընտրում բարին։ Հայ գիտական միտքը դարաշարունակ եղել է եկեղեցու հովանու ներքո եւ մեր ժամանակներում առավել արժեքավոր է նրանց դիտարկումներից ու մեկնություններից օգտվել տարբեր խնդիրների լուծման եւ ճանապարհների որոնման ընթացքում։ Այսօր անդրադառնալու եմ Գրիգոր Տաթևացու մեկնության պանարակ որդու առակին եւ այնուհետեւ Վարդան այգեկցու այծերի եւ գայլերի վերաբերյալ առակին։ Արտնախ այս առակը գրում է Գրիգոր Տաթևացին հրեշտակների եւ մարդկանց մասին է։ Ինչպես մեկ այլ տեղում իրեն հովիվ անվանեց հրեշտակներին ու մարդկանց հայրուր ոչխարներ, իսկ նրանցից Ադամին մոլորյալ, որին գտավ իր ուսի վրա առավ իր խաչով եւ տարավ խառնեց հրեշտակների հոտին։ Այս առակը նաեւ պատվում է մարդկային ազգը, ամեն բանի արարիչն ու ստեղծողը նրան Աստծո որդի է անվանում։ Ավակ որդին հրեշտակներն են, քանի որ սկզբում ստեղծեց նրանց բոլոր երևելի արարածներից առաջ։ Ադամին նրանցից կրտսեր ստեղծեց, քանի որ ստեղծեց ուրբաթ օրը, իմանալի հոգով եւ զգալի մարմնով։ Հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեց Ադամին, դարձյալ գրում է Տաթևացին։ Եվ կրտսեր որդին ասաց հորը. «Հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը», եւ նա իր ունեցվածքը բաժանեց նրանց միջև։ Երկնային անմահ եւ իմանալի կյանքը տվեց իր երեց որդուն հրեշտակներին, իսկ մարդուն բնակության համար տվեց երկրավոր դրախտը, որ Եդեմն է արևելքում, սակայն մարդն այն չպահեց, լսեց օծին, խախտեց պատգամը եւ արտաքսվեց, անտեսեց պատգամը եւ գնաց հեռու աշխարհ։ Եվ այնուհետև մարգարեն հարցնում է, իսկ ո՞րն էր հեռու աշխարհը, չէ՞ որ Աստծո համար հեռու եւ մոտիկ հասկացողություն գոյություն չունի։ Չկա մի այնպիսի տեղ, որ հեռու լինի Աստծուց, միայն մեղքերն են, որ մեզ հեռացնում են Աստծուց, եւ երբ մարդը հրաժարվում է Աստծուն իր աչքի առաջ ունենալուց, ընկնում է մեղքերի մեջ, չգիտակցելով իր մեղքերի խորությունը։ Իսկ անառակ որդու մեղավոր մարդու վերադարձով, երբ նա որ հայրն այսպես ուրախանում է բոլոր նրանց համար, ովքեր դառնում եւ զղջումով խոստովանում են իրենց մեղքերը, խոստովանողների համար ուրախություն է եւ ծննդյան տոն։ Այնուհետև այդ տոնը հույժ կարևոր է, քանի որ խոստովանելուց ծնվում է իբրև Աստծո որդի, նաև հարության տոն է, քանի որ մեռած էր եւ կենդանացավ։ Մեղքերի մասին քարոզում Տաթևացին գրում է. կան մեղքեր, որոնք մեղքեր են, եւ կան, որոնք մահացու են։ Աստծուց մարդիկ ստեղծվել են բնական ընտրողության կարողությամբ եւ բնական ընտրողության կարողությունը նախ մտքի մեջ է, նախ մարդը սովորում է ընտրել եւ զանազանել բարին եւ ապա երկրորդ ընտրողությունն այն է, երբ պահում եւ կատարում է բարին։ Այս խոսքերը առիթ են տալիս մտածելու Վարդան այգեկցու այծերի եւ գայլերի առակի շուրջ։ Այգեկցու ներկայացված մի շարք տարբերակների համադրությամբ առակը հետեւյալն է։ Գայլերը հավաքվում են եւ պատգամաբեր են ուղարկում այծերին, նշելով, որ նրանք եղել են դարավոր եղբայրներ եւ այնուհետեւ նրանց հայրերը կշտվել են, գայլերի հետնորդները գնացել են սարերը, արևի տակ չորացել եւ ընդունել այդպիսի կերպարանք։ Այնուհետեւ հայտնվել են հովիվներն ու շները եւ թշնամանք են սերմանել երկու եղբայրական ազգերի միջեւ։ Հետեւաբար պետք է վերականգնել խաղաղությունը, եթե նրանց միջից հեռանան եւ վերանան հովիվներն ու շները։ Այս պատգամը ստանում են այծերը եւ այնուհետեւ ուղարկում են պատասխան, իսկ ինչու չվերականգնել խաղաղությունը եւ իսկապես սահմանել դարավոր խաղաղություն եւ հաշտություն։ Գայլերը շատ են ուրախանում ստանալով այս պատասխանը եւ այնուհետեւ այծերը հալածում եւ հեռացնում են իրենց միջից հովիվներին եւ շներին։ Ստեղծվում է տևական խաղաղության ժամանակ։ Շուրջ 100 օր այծերը կարողանում են արածել առատխոտ եւ գնալ որտեղ ցանկանում են եւ վայելել իրենց խաղաղությունն ու հաշտությունը գայլերի հետ։ Անցնում է 100 օր եւ գայլերը դաս-դաս հարձակվելով կոտորում են բոլոր այծերին։ Այգեկցին երկու մեկնություն է տալիս այս առակին։ Նախ այն, որ երբ ազգերի միջև կա դարավոր թշնամություն եւ ազգերից մեկը ցանկանում է ոչնչացնել մյուսին, հնարավոր չէ, որ խաղաղություն լինի նրանց միջև։ Եվ երկրորդ մեկնությունը այն է, որ հովիվները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին, ով պաշտպանում է մարդկանց, իսկ շները
դա այն արիությունն է, որով մարդը կարողանում է դիմակայել մեղքին եւ չմեղանչել։ Առակն հիշեցնում է այն վտանգների մասին, որոնց հանդիպում են մարդիկ, երբ հրաժարվում են Քրիստոսից եւ հեռացնում Տիրոջ հանդեպ երկյուղը։ Ճանապարհն հնարավոր է, երբ բնական ընտրողությամբ հրաժարվենք չարից եւ ընտրենք բարի ընթացքը։ Չէ՞ որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ հինգշաբթի։ Ամենայն բարին բարի կամքի Տեր մարդկանց եւ թող իմաստությունը լինի մեր մտքերի եւ գործերի արդար առաջնորդը։ Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։